Բաղեղը որպես դեղաբույս։ Այո, հենց այդպես։ Բաղեղը նաև շատ արժեքավոր դեղաբույս է։ Մինչև կանցնենք բաղեղի առողջական հատկություններից, շատ մի կարևոր փաստ նշեմ, որ բաղեղը բուժում է մի շարք հիվանդություններ, բացի իր այլ օգտակար հատկությունները, կենցաղային օգտագործման համար, որպես գեղազարդային բույս, նաև որպես դեղաբույս։ Ներկայումս ամբողջ աշխարհում տարբեր տիպի դեղաբույսերի թուրմեր են պատրաստում, հաբեր են պատրաստում, եւ ինքներդ կարող եք հենց փնտրել եւ տարբեր ցանցերում եւ տարբեր հարթակներում ավելի մանրամասն ծանոթանալ այդ մասին։ Սակայն մի շատ կարևոր բան եմ ցանկանում նշել, միշտ իմացեք, որ տերևը հենց այսպես անմիջապես օգտագործելը այնքան էլ չի խրախուսվում, թեկուզ թունավոր հատկությունները այդքան էլ մեծ չեն։ Սակայն հիշեք, որ ծաղիկները եւ պտուղը կարող եք այսպես տեսնել, պտուղները մանր հատիկներ են, նրանք խիստ թունավոր են եւ հակացուցված է օգտագործման համար։ Բաղեղի բժշկական կիրառությունը բավականին մեծ է։ Այն շատ օգտակար է շնչառական համակարգի համար։ Բաղեղի տերևների քաղվածքը լայնորեն կիրառվում է հազի, բրոնխիտի, խորխի կուտակման, ասթմատիկ վիճակների ժամանակ։ Նա շատ խորխաբեր է եւ թուլացնում է բրոնխների մկանները եւ ամբողջ խորխը կարողանում է օրգանիզմից, այսինքն հեռանալ, ունի հակաբորբոքային ազդեցություն։ Դրան հիման վրա պատրաստվում են բազմաթիվ դեղամիջոցներ եւ օշարակներ, հատկապես երեխաների համար։ Իհարկե, մեծերի դեպքում բնական է չափաքանակները կրկնակի եւ ավելին։ Հակամանրենային եւ հակասնկասպան ազդեցություն ունի։ Բաղեղը պարունակում է, արդեն գիտեք դուք, սապոնիններ, որոնք արգելակում են որոշ բակտերիաների եւ սնկերի աճը։ Բաղեղը ներքին օգտագործման համար խիստ հակացուցված է։ Տեսեք, հատկապես օգտակար են բաղեղի լայնատերև տեսակները։ Բացի այդ, բաղեղը լայնորեն կիրառվում է նաև մաշկի արտաքին խնամքի համար։ Այն օգտագործվում է վերքերի լվացման, մաշկի գրգռումների, ռևմատիկ ցավերի ժամանակ, թուրմերով եւ քսուկներով։ Ամենակարևոր հատկություններից կարող եմ ասել հակաօքսիդանտ հատկությունը։ Բաղեղի կենսակտիվ նյութերը պաշտպանում են բջիջները, նպաստում են օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության բարձրացմանը։ Շատ կարևոր զգուշացում։ Բաղեղը ներսից ինքնուրույն օգտագործել չի կարելի առանց բժշկի թույլատրության։ Թարմ տերևները թունավոր են, սակայն առավել թունավոր են, արդեն նշեցի, ծաղիկները եւ պտուղները։ Ներքին օգտագործումը թույլատրելի է միայն բժիշկների խորհուրդների դեպքում։ Դուք նայեք, արդեն մենք ունենք այս խայտաբղետ տեսակները, ունենք նեղ տերևներով տեսակները, սակայն նշեմ, որ առավել օգտակար են այս կանաչ տեսակները, որոնց տերևները ավելի մսոտ են եւ լայնորեն օգտագործվում են բժշկության մեջ։ Եվ երևի թե ամենակարևոր տեսակը այս է, որ նույնիսկ մինչև 1600-1700 մետր բարձրությունների վրա չեն ցրտահարվում։